Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո սուրբ հոգու զորավոր ներկայությունը։ Խնդրում եմ քո այսօրվա թարմ օծությունը, նորոծությունը։ Խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր վրա, մեր վրա։ Սուրբ Հոգի ջան, քո ողջ զորությունն եմ արձակում մեր բոլորիս վրա։ Խնդրում եմ օծես իմ շուրթերը, խոսես, աղոթես, փառաբանես ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա, որ բերի օրհնությունը։ Քո խոսքը բարին, հաճելին ու կատարյալն է, որը ցույց է տալի քո կամքը։ Քո կամքը թող ամեն մեկից կյանքի վրա դրսևորվի քո հոգու զորությամբ, այն ինչ որ խաչի վրա Հիսուսի ձեռքով կատարվել է, թող դրսևորվի ու տեսանելի դառնա ամեն մեկիս համար։ Շնորհակալություն Հիսուս քո հաղթանակի համար, որ արձակել ես ամեն մեկիս վրա։ Քո շնորհքը զորավոր ձևով թող գործի ու ամեն կարծրացած սրտերը փշրվեն։ Ամեն անհավատությունը թող քանդվի ու մարդկանց սրտերը պատրաստ լինեն ընդունելու այն ճշմարտությունը, որ իրանց համար պատրաստված է քո կողմից Հիսուս։ Այն օրհնությունները, որ իրանց համար ունես։ Քո հրեշտակները թող արձակվեն ամեն մեկի կյանքի վրա ու բերեն բոլոր խոստմունքները։ Եթե մարդկանց միտքը նույնիսկ արգելք է ու իրանք չեն հասկանում քո աշխատանքը ու փորձում են խուսափեն քեզանից, փախնեն քեզանից, հակառակվեն քեզ, քո հրեշտակները թող նվաճեն մարդկանց, թող հասցնեն օրհնությունները, թող հասցնեն բժշկությունները, թող հասցնեն ազատագրումը, թող հասցնեն փրկությունը։ Թող քո գերբնական պաշտպանությունը լինի ամեն մեկի վրա, նույնիսկ այն մարդիկ, որ խուսափելով քո կամքից փորձում են գտնվեն քո կամքից դուրս, որտեղ վտանգված է իրանց կյանքը։ Հայր, ես խնդրում եմ, որ դու չնայես իրանց կամակորությանը, ես խնդրում եմ, որ քո հրեշտակներով պաշտպանես ու ողորմաս ու բերես փրկությունը իրանց կյանքերի վրա Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր հետաքրքիր մի բան կա, որ սրտումս կասեմ։ Գիտեք, գալիս է նոր ժամանակաշրջան, ու շատերի կյանքում կսկսեն բաներ կատարվել ձեզանից անկախ։ Դուք նույնիսկ դրան չեք սպասել։ Այսինքն հնարավոր է, որ դուք սպասել եք, բայց չեք սպասել, որ դա հիմա պետքա կատարվի, այս ձևով պետքա կատարվի։ Ու ձեր կյանքում լինելու են հանդիպումներ, չնախատեսված, չպլանավորված, բայց դա պատահական հանդիպումներ չեն։ Դա նման է, երբ որ Մարիամը, երբ որ հղի էր Հիսուսով, հանդիպեց Եղիսաբեթին, որը նույնպես հղի էր Հովհաննես Մկրտչով։ Այդ հանդիպումը պատահական հանդիպում չէր, ու մեկը մյուսի վրա սկսեց մարգարեանալ։ Այդ հանդիպման ժամանակ մեկը մյուսի վրա սկսեց արձակել աստվածային զորություն ու օծություն։ Ու այդ միաբանությունից հետո, այդ հանդիպումից հետո, որը թվում է թե պատահական էր, ծնվեց շատ կարևոր մի բան։ Հետագայում ամեն մեկը ունեցավ իր որդին, որոնք մտան ծառայության մեջ։ Դա ուղղակի հանդիպում չէր մարդկային, որը բարեկամը բարեկամի հետ հանդիպում էր։ Դա երկու զորավոր ծառայողների հանդիպում էր, որոնք դեռ պետքա ծնվեին։ Աստվածային հանդիպում տեղի ունեցավ Աբրահամի կյանքում, երբ որ ինքը հանդիպեց Մելխիսեդեկի հետ։ Դրանից հետո Աբրահամի կյանքը ավելի մեծ գերբնական օրհնության մեջ մտավ։ Նոր շրջան սկսվեց Աբրահամի կյանքում, բայց մինչև այդ հանդիպումը տեղի չունենար, դա տեղի չէր ունենալու։ Կան բաներ, խոստմունքներ Աստծո կողմից, որ քեզ տրված են, որ պետքա իրականանան, բայց մինչև դա կիրականանա, դու պետքա հանդիպես աստվածային հանդիպում ունենաս ինչ-որ մեկի հետ, որի միջոցով էլ այդ միաբանության արդյունքում աստվածային գերբնական զորությունը կարձակվի քո վրա ու դա քեզ կմցնի այդ նորի մեջ։ Ու դա նույնն էր, որ տեղ ունեցավ Աբրահամի ու Մելխիսեդեկի հանդիպումից հետո։ Գիտես, ես այս վերջերս շատ պատահաբար հանդիպում ունեցա մի Աստծո մարգարեի հետ,
որը ապրում է արտերկրում, բայց այդ պահին գտնվում էր Հայաստանում ու մենք հանդիպեցինք։ Այդ հանդիպումը շատ յուրահատուկ էր իր տեսակով։ Ես շատ օրհնված էի։ Ես չգիտեի այդ հանդիպման ընթացքում թաղապես մենք ինչից կխոսենք, բայց այն ինչ որ կատարվեց, դա գերբնական էր։ Հանդիպման վերջում աստվածային այնքան ուժեղ ներկայություն կար, որ մենք շատ դժվար էինք բաժանվում։ Բայց շատ հետաքրքիր նա է, որ այդ հանդիպումը դրանով չսահմանափակվեց, Աստված ինձ առաջնորդեց մեկ այլ մարգարեական խմբի մեջ, ու այդ մարգարեին նույնպես ես հրավիրել էի, որ այդ խմբի հետ ծանոթանա։ Գիտեք, այդ խումբը երբ որ իրար հետ շփվում էր, այդ մարգարեի հետ շփվում էր, ես չգիտեի Աստված ինչ է անելու, բայց հետաքրքիր է, որ ես ինքս ուղղակի լսողի դերում էի ու իրանք անդադար շփվում էին, խոսում էին, բաներ էին պատմում, բաներ էին վկայում ու հենց այդ ժամանակ ես հիշեցի, որ 30 տարի առաջ մի երազ եմ տեսել, որը շատ մեծ տպավորություն էր թողել իմ վրա, բայց որ ասեմ դրա իմաստը շատ խորը հասկացել էի, իհարկե չէի հասկացել, իսկ երազը հետևյալն էր. ես տեսնում էի երկու կրակեսյուն, որը խորհրդանշում է իրանից Սուրբ Հոգին։ Այդ կրակի սյունները իրար դեմ դիմաց կանգնած էին մոտավորապես մի 5 մետր հեռավորության վրա։ Ու իրանց վրայից այդ կրակը մեկի մյուսին էր փոխանցվում ու այնքան ուժեղ էր այդ կրակը բորբոքված, որ ես շատ մոտ կանգնած նայում էի ու իմ հետ ինչ-որ բան էր կատարվում, ես չէի հասկանում, թե դա ինչ է։ Դա աստվածային ներկայություն էր, որին այդքան մոտ էի հայտնվել ու իմ կյանքում ինչ-որ մի բան էր Աստված անում։ Ես այդ ամեն ինչը տեսնում էի, հասկանում էի, որ դա Սուրբ Հոգին է, Աստծո շարժն է, մի սյունը իր կրակը փոխանցում էր մյուսին ու փոխադարձ ստանում էր մյուսը։ Ու մի քիչ առաջ ոնց տեսակ պատմեի աստվածային հանդիպումների մասին։ Դա նման մի բան էր, որի մոտակայքում ես գտնվում էի ու այդ ներկայությունը կպնում էր ինձ, իմ հետ ինչ-որ բան էր անում։ Ու երբ որ այս խումբը հավաքված զրուցում էր, այս մարգարեները իրար հետ զրուցում էին, ես հենց այդ պահին հիշեցի այդ երազը, որովհետև հենց այդ պահին վերապրում էի այդ աստվածային գերբնական ներկայությունը։ Իրանք իրար հետ շփվում էին, իրար հետ խոսքեր էին փոխանակվում, ես լսողի դերում էի, բայց այդ կրակը կպնում էր ինձ, իմ հետ ինչ-որ բան էր կատարվում։ Ու ես հասկանում էի, որ սա պատահական ժամանակ չի, պատահական հանդիպում չի, աստվածային նոր զորություն է գալի, աստվածային նոր օծություն է գալի ու աստվածային նոր շարժ է սկսվում։ Այս ձևով Աստված ընթացք է տալի այն նոր բանին, որ այս պահի համար, այս սեզոնում սկսում է։ Ու հիմա ես մասին որ խոսում եմ, ես ուզում եմ ասեմ, ձեր մեջ կան մարդիկ, որ ձեր կյանքում հենց նույն բաները սկսելու են կատարվել, կամ դուք արդեն հանդիպել եք այդ մարդուն, որի հետ պետք է հանդիպում ունենաք, որ աստվածային հանդիպում է, որից հետո ձեր կյանքում շրջադարձային փոփոխություն է սկսվելու, դուք նոր օծություն եք վերցնելու, նորի մեջ մտնելու համար, նոր ծառայություն սկսելու համար, կամ դուք կհանդիպեք վաղը։ Այն ինչ որ ես հիմա խոսում եմ, դա վերաբերվում է նոր սեզոնին, նոր ծառայություններին, Աստծո խոստմունքների իրականացմանը, որը քո կյանքում եղել է, որին սպասել ես ու չգիտես ոնց է դա կատարվելու։ Աստված գերբնական ճանապարհով, գերբնական հանդիպման միջոցով ծնում է քո կյանքում աստվածային գերբնականը։ Իր խոստմունքը ծնվում է քո կյանքում ու Աստծո զորությունը արձակվում է քո վրա ու դու մտնում ես մի բանի մեջ, որ չէիր կարող մտնել, մինչև այդ հանդիպումը տեղի ունեցած չլներ։ Ես կանչում քո վրա աստվածային գերբնական օրհնությունը, գերբնական զորությունը, արձակում եմ Աստծո ճանապարհները, քանդում եմ բոլոր խոչընդոտները քո ճանապարհից,
այդ գերբնական հանդիպումը, որ կայանա։ Աստված երկրից, այրերից թող բերի քո կյանքի համար պատրաստված անձնավորությանը, որի միջոցով դու կստանաս այն զորությունը, որն էլ քեզ կտանի Աստծո ծրագրերի մեջ ու կիրականացնես Աստծո ծրագիրը այս ժամանակի համար։ Համարձակ եղի, Աստված քո հետ է, ոչինչ բանից չվախենաս, Տերն է, որ գնում է քո առաջից, այն ինչ որ անհնարին է մարդուն, հնարավոր է կենդանի Աստծուն։ Մինչև այսօր քո բոլոր ջանքերը պտուղ չեն ունեցել, որովհետև ժամանակը հասունացած չի եղել։ Այս պահից սկսած, երբ որ գալիս է աստվածային գերբնական միջամտությունը, ու Աստված բերում է զորավոր մեծ միաբանությունը իր հոգով, իր մարդկանց քո շուրջը հավաքելով, ծնվում է աստվածային զորավոր տեսիլքի իրականացումը։ Տիրոջ օրհնությունը քո վրա, Տիրոջ հաղթանակը քո վրա, Տիրոջ փառքը հայտնապես երևա քո միջոցով, քո ծառայության մեջ, օրհնություն դառնաս շատերի համար, ազգերի համար։ Մի նայի քո կարգավիճակին հիմա, որի մեջ կաս, սա ժամանակավոր է, ամեն ինչ փոխվում է Աստծո գերբնական զորությամբ։ Փառք ամենակարող Աստծուն, որ անհնարինը դարձնում է հնարավոր, դժվարը հեշտ, ու քո կյանքում սկսվում է աստվածային ժամանակը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Մնա Տիրոջ օրհնության մեջ ու թող Տերս փառավորվի քո կյանքում ու քո միջոցով Հիսուսի անունով։ Ամեն։